Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք պարոն Հրաչյա Արզումանյանի հետ ռազմական եւ անվտանգության հարցերով։ Փորձագետ, քաղաքագիտության դոկտոր, ողջունում եմ պարոն Արզումանյան։ Ինչպես միշտ շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ձեզ շնորհակալություն։ Ես կուզենայի սկսել Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերից սկսենք, ճիշտ է Նիկոլ Փաշինյանը եւս այսօր ելույթ է ունեցել կանդրադառնանք, բայց հետաքրքիր ձևակերպում եմ դուրս բերել Էրդողանի խոսքից։ Նա ասում է Թուրքիան ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ։ Ես կխնդրեմ, որ դուք մեկնաբանեք սա, ոմանք ենթադրում են, որ սա կարելի է ընկալել որպես հորդորում Ադրբեջանին, որտես Ադրբեջան Հայաստանի հետ ուրեմն խաղաղ պայմանագիրը կնքելու հարցում գնդակը քո ձեռքում է, որոշումը քոնն է, դու հենց որոշես, որ արդեն ժամանակն է, կարող ես ստորագրել եւ հորդորում եմ քեզ ստորագրիր, դու ես ճարտարապետը խաղաղության։ Ոմանք էլ այլ կերպ են կարծում, դուք ինչպես։ Պետք չէ շտապել իմ կարծիքով, եւ պետք է հասկանալ, չմոռանալ ով է խոսում խաղաղության մասին։ Եվ այստեղ ավելի շուտ կարելի է հիշել Օրվելյան 1984 հայտնի վեպը, որտեղ խաղաղությունը դա պատերազմ է, պատերազմը դա խաղաղություն է։ Ամեն ինչը շուռ է։ Երբ Էրդողանը եւ Ալիևը խոսում են խաղաղության մասին, Պուտինը խոսում է խաղաղության մասին, սովորաբար դա նշանակում է պատերազմ։ Թուրքիայի քաղաքական գործիչների Էրդողանի բառապաշարում խաղաղությունը դա պատերազմ է։ Դրա համար երբ Էրդողանը խոսում է, որ ինքը կուզենա, որ Ադրբեջանն լինի ճարտարապետը, դա փաստորեն, եթե փորձենք սովորական նորմալ բառապաշարով խոսքերով հասկացողությունները ձևավորենք, դա կնշանակի, որ Էրդողանը տեսնում է, երբ հարավային Կովկասի անվտանգության համակարգի ճարտարապետն է Ադրբեջանը։ Հետո ուղղակի պետք է հիշել, որ Ադրբեջանը այսօր անվտանգության հարցերում դա փաստորեն Թուրքիայի մի մասն է, երկու պետություն միազգ եւ այլ, դա նշանակում է, որ Էրդողանը հայտարարել է, որ ինքը ուզում է տեսնել փաստորեն, որ Թուրքիան է ճարտարապետը հարավային Կովկասի անվտանգության համակարգի։ Թուրքիան ինքն է իրան տեսնում, ոչ թե Ռուսաստանի, Իրանի հետ, բայց միայն Թուրքիան։ Եվ դա հասկանալի է, որտեղ Ռուսաստանը ուկրաինական պատերազմում թուլացել է, Իրանն է թուլացել իսրայելական պատերազմի հետևանքով եւ ինքը կոչվել էր պրոքսի զորությունը տարածաշրջանում, այդ երկու ուժային կենտրոնները թուլացած են եւ Թուրքիայի համար բավականին լավ պայմաններ են ստեղծվել, երբ ինքն է վերցնում իր վրա հարավային Կովկասի ճարտարապետությունը եւ դա նշանակում է, որ ինքը տեսնում է հարավային Կովկասը որպես Թուրքիայի աշխարհի մի մաս, Թուրքիայի անվտանգության մի մաս, Օսմանյան կայսրության մի մաս նորից։ Ինքը վերականգնում է եւ մտադիր է վերականգնի Օսմանյան կայսրության ազդեցության ոլորտը, սահմանները ոչ թե միայն Մերձավոր Արևելքում, ոչ թե միայն Եգեյան ծովում, ոչ թե միայն Հյուսիսային Աֆրիկայում, բայց նաեւ Կովկասում։ Եվ դա բնական է, դա այն ռազմական ուղղությունն է, աշխարհաքաղաքական ռազմավարության ուղղությունն է, որ ինքը սկսել է իրականացնել երկրորդ Արցախյան արշավից հետո 2020-23 թվականից հետո։ Այն ժամանակ արդեն ստորագրել է հայտնի դեկլարացիան, Շուշի դեկլարացիան, չեմ ուզում Շուշի ասած ներեցեք, որտեղ ամեն ինչ հստակ ասված էր։ Եվ դա Թուրքիայի կայսրությունը, վերականգնող կայսրությունը քայլ առ քայլ գնում է իր ճանապարհով։ Այսինքն այլ կերպ ասած, դուք համարում եք, որ այդ ձևակերպմամբ Ադրբեջանը որպես հարավային Կովկասի խաղաղության ճարտարապետ, դուք նկատի ունեք, որ ազդեցության մասին է հարավային Կովկասում թուրքական ազդեցության մասին է խոսում։ Ոչ թե ազդեցության ճարտարապետ, то есть ինքը եթե ճարտարապետ է, դա ոչ թե ազդեցության ավելի շատ, հա։ Ինքը արդեն տերն է։ Ավելի շատ։ Ինքը վերցրել է եւ ինքն է ձևավորում ոնց պիտի լուծվեն խնդիրները, անվտանգության խնդիրները հարավային Կովկասում եւ ոնց պիտի ձևավորվի խաղաղությունը։ Գիտեք, բայց թուրքը ոնց է խաղաղության հասնում։ Հասկանալի։ Շնորհակալություն պատերազմի միջոցով, այսինքն դուք նկատի ունեք։ Սիրիայում տեսել եք ոնց է տեղի ունենում, ոնց է Թուրքիան խաղաղության հասել Սիրիայում ալավիտների նկատմամբ մեծ եղերնի մեթոդներով։ Պետք չէ հորինել ինչ-որ բան կամ սպասել ինչ-որ սպասումներ ունենալ։ Թուրքիան մտնում է տարածաշրջան եւ հասնում է խաղաղության
մեծ եղերնի պատերազմի միջոցով, ցեղասպանության միջոցով ոչ մի բան չի փոխվել։ Օսմանյան կայսրությունը մնացել է Օսմանյան կայսրություն, ուղղակի 21 դարում թուրքը մնացել է թուրք, ռուսը մնացել է ռուս, հայը մնացել է հայ եւ համոզված եմ կմնա հայ։ Դրա համար ավելի պրոբլեմ չկա իմ կարծիքով, ավելի շուտ պարզեցվում է վիճակը մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, այդպես ասեմ, Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Մեզ հստակ ասում են ոնց է տեսնում Թուրքիան ապագան։ Պարզապես այստեղ քանի որ Սիրիան հիշեցիք, մենք հիշում ենք այս անցած շաբաթ ձևակերպումը, որ այլևս Սիրիա անունով երկիր չի լինի, Սիրիան կմնա բաժանված պետություն։ Հիմա Իսրայելը եւ Թուրքիան իրար մեջ որոշում են, որ հատվածը հարավայինը ում, հյուսիսայինը ում, որտեղ ով ռազմաբազա այո, դուք համաձայն եք դրա հետ, որ ես համաձայն եմ գործողացել է դրան։ Ես տարուից հասնում եմ դրան, այո, Սիրիան չկա, կազմալուծված է, եւ դուք գիտեք, հիշում եք, միշտ խոսում եմ դրա մասին, ես միշտ ասել եմ, շեշտել եմ ռուս-թուրքական դաշինքի նպատակները ռազմավարական մեր տարածաշրջանում տալ հայկական հարցի վերջնական լուծում։ Վերջնական լուծումը նշանակում է Հայաստանը որպես պետություն իրավունք չունի գոյատևել քաղաքական քարտեզի վրա, հայը որպես ազգ, քաղաքակրթություն, մշակույթ եւ այլ պիտի ջնջված լինի հայկական լեռնաշխարհից։ Թուրքիա Ռուսաստանի հետ քայլ առ քայլ տարիների ընթացքում գնում են ճանապարհով։ Դրա համար այո, Սիրիայում խնդիրը լուծվել է։ Սիրիան կազմալուծվել է եւ նույնը կսպասի Հայաստանին, եթե մենք չանենք աշխատանք, եթե դիմադրենք։ Սիրիան չկարողացավ դրան դիմադրել, ինչպես դուք նշեցիք։ Մենք ունենք ժամանակ ու հնարավորություն, հարցնում եմ, դրան դիմադրելու։ Առաջինը մենք պիտի հասկանանք, որ խնդրի դրվածքը այսպես է։ Եվ այստեղ կա մեծ խնդիրներ, որովհետև Հայաստանի իշխանությունները չեն ուզում ընդունել իրականությունը։ Իրանք հորինում են ինչ-որ հայ իրականությունը եւ գտնում են այնտեղ, որտեղ ինք տեսնում են հնարավորություններ խաղաղություն Թուրքիայի Ադրբեջանի հետ։ Չհասկանալով, չուզելով հասկանալ, խորանալով, ինչ է հասկանում խաղաղության տակ Թուրքիան ու Ադրբեջանը, ինչ է հասկանում խաղաղության տակ Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք ոնց է խաղաղության հասնում Ռուսաստանը Ուկրաինային, մեր աչքերի առջև։ Եվ նույն ճանապարհը, նույն մեթոդները, նույն ոճը, նույն նպատակը դրվում է մեր հարավային Կովկասում։ Ռուսաստանի կայսրությունը, սովետական միությունը հայտարարում է, որ հետսովետական պետությունները պետական ինքնաիշխանություն չունեն։ Դա անհրաժեշտական է, իրանք պետք է լինեն։ Իրանք Ռուսաստանի կայսրության մասը այստեղ խոսելու բան չկա։ Էրդողանը այստեղ հայտարարում է, որ չէ, ներեցեք, պարոն Պուտին, իմ լավ ընկեր, դու այնքան թուլացել ես, որ Կովկասը ես քեզանից փոկում եմ, որովհետև Կովկասն է եղել է Օսմանյան կայսրության մաս երկար դարեր, դու ուղղակի 2 տարի ես եղել կայսրության մեջ։ Երկու կայսրություններ եւ կա Իրանի Պարսից կայսրությունը, որը նույն ձևի ունի հիշատակ, հիշողություն, կայսրական եւ նույն ձևի ունի ամբիցիաներ, որը նայում է Հայաստանի հարավային Կովկասին որպես Պարսիաց կայսրության մի մաս։ Ստեղծվել է մի իրավիճակ, մի անվտանգության միջավայր, որտեղ 3 վերականգնող կայսրություններ հայտարարում են իրաց իրավահաջորդության իրավունքների մասին հարավային Կովկասի եւ Հայաստանի տարածքի վրա։ Եվ որևէ մեկ իրանցիք չեն տեսնում Հայաստանը եւ Հայաստանի հարավային Կովկասի ուրիշ պետություններ որպես առանձին նույն պետություններ, որպես ինքնաիշխան պետություններ։ Իրանք պիտի լինեն նահանգներ։ Կամ կիսված լինեն արևմտյան Հայաստանը մտնում է վիլայատի կարծիքով Թուրքիա, ես մի կողմ մտնում է Իրան, մի կողմը Այդ Իրանի պահներ հետաքրքիր։ Փաստորեն Ռուսաստանը դուք ասում եք այո տեսնում է իր կազմում, Թուրքիան դուք ասում եք որպես Եվ չէ պետք չէ մոռանալ, որ Իրանն ու ձևի է նայում։ Պետք չի խաբվել։ Իրանն էլ է վերականգնել իր տարածաշրջանային ազդեցությունը եւ Իրանը նույն ձևի աշխատում է եւ գործում է որպես ուժային կենտրոն, որպես կայսրություն։ Ուղղակի Իրանը փոխակերպվել է եւ Իրանը կառուցել է թեոկրատիկ ռեժիմ եւ թեոկրատիկ կայսրություն։ Թուրքիան կառուցել է լիբերալ, հիմա կառուցում է իսլամիստական եւ օսմանյան կայսրություն է ուզում վերականգնացնել։ Ռուսաստանն է վերականգնում է Ռուսաստանի կայսրությունը, Պյոտր առաջինը սկսած եւ այլ եւ այլ։ Ուղղակի այստեղ պետք է հասկանալ եւ ընդունել իրականությունը։ Այդ բոլոր 3 ուժային կենտրոնները վերականգնող ռևիզիոնիստ կայսրությունները չեն տեսնում Ադրբեջանը, Ռուսաստանը, Հայաստանը որպես ինքնիշխան պետություններ, միայն որպես նահանգներ։ Եվ խոսքը գնում է ոնց են կիսելու եւ ով այլնելու կարճատառապետը։
ով է ձևավորել է այս կտորի ապագայի հարաբերությունները։ Եվ այստեղ Էրդողանը հայտարարեց, ելնելով նրանից, որ Իրանը եւ Ռուսաստանը թուլացել է, ես եմ վերցնում, ես եմ ասոր հզոր։ Եվ հայկական իշխանությունը, հայկական պետականությունը, հայ ազգը պետք է հասկանա, որ վիճակը այսպես է եւ խայտարակ ձևի դժվար է։ Եվ մեծ սպառնալիքների գոյատևական եւ գոյաբանական սպառնալիք է արժե կանգնած, որտեղ խոսքը գնում է ոչ թե միայն պետության ոչնչացման, մենք հստակ եւ պարզ գիտենք, եթե վերջանում է ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունը, վերջանում է հայ ազգի այս 21 դարում հայ ազգի ներկայությունը հայկական լեռնաշխարհում։ Մենք պիտի մտածենք եւ լրիվ փոխենք մեր մոտեցումը։ Եվ վտանգվում է ինքնությունը։ Ինքնությունը մենք պիտի դնենք, լուծենք ուրիշ խնդրեմ։ Դուք Վրաստանն էլ հիշատակեցիք, փաստորեն ասում եք այդ երեք հանրապետությունները նախկին խորհրդային միության, Ադրբեջանը արդեն դուք դիտարկում եք որպես Թուրքիայի հարցը լուծված է։ Հայաստանի շուրջ դուք ասացիք եւ երեքն էլ հավակնություն ունեն Ռուսաստան, Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան, դուք Վրաստանն էլ նշեցիք, Վրաստանը որ ազդեցությունների կամ ինչ հոսանքների տակ է եւ հետո արդեն հայերանականին կանդրադառնալ։ Վրաստանը բավականին հեշտ առանց խնդիրների հարմարակերպում էր միջակին։ Ավելի շատ դեպի Թուրքիայի իր համար խնդրեմ չկա, ժամանակ ա եղել է ինքը հարմարակերպվել է Օսմանյան կայսրության, երբ փոխվել է ինքը դարձել է Ռուսաստանի կայսրության հիմնական պետությունը, որի վրա հիմնվելով Ռուսաստանը իրականացնում է կայսրական քաղաքականությունը հարավային Կովկասում, այդտեղ խնդրեմ չկա։ Այստեղ Ադրբեջանի համար իսկի խնդրեմ չկա, Ադրբեջանը նոր ձևավորված պետություն է եւ ժողովուրդ չեմ կարող ասել, չէ, պիտի ասել ժողովուրդ է, որը առանց որևէ խնդրի դառնում է թուրքական ինքնիշխանության մի մաս, իրանք այդ ճանապարհի վրա են, այստեղ խնդրեմ չկա։ Այստեղ խնդրեմն է միայն հայ։ Ինչու է Հայաստանը տեսնում դա այդտեղ էգզիստենցիալ խնդիր, Վրաստանը ըստ ձեզ չի տեսնում։ Որտեղ Վրաստանի համար այդ հարցերը լուծվել են ժամանակին, ես ելնելով տեսնում եմ ուղղակի Վրաստանի պատմությունը նայելով, տեսնում եմ որ իրանք հարմարվեն այդ խնդրին եւ իրանք ունեն իրանք ինքնիշխանության եւ ինքնության խնդիրները, որը մեզ չեմ ուզում խորանալ, որտեղ բայց նրանք ավելի ուժեղ են փաստորեն։ Չէ, իրանք ուժեղ չեն։ Ներսից ավելի ուժեղ են, քան մենք։ Նրանք կորիզը փաստորեն Չէ, գայան, իրանք ավելի խայտարակ խնդիրներ առաջ են կանգնած, քան թե մենք, իրանք կիսված են ներքում, այնտեղ կա ադրբեջանական, թուրքական, ազերական մեծ համայնք, այնտեղ կա Ջավախ, այնտեղ կա Աբխազիայի, Օսիայի խնդիրները, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի ներխուժել խնդրի մեջ։ Վրաստանի վիճակը ավելի դժվար է այսօր, այդ ինքը կարողացել է այդ խնդիրները լուծել, ստաբիլիզացնել վիճակը, ընդունելով Միացյալ Նահանգների ներկայացությունը, կառուցելով հատուկ հարաբերություններ ռազմավարական եւ ռազմական ոլորտում Միացյալ Նահանգների հետ, բայց հիմա նոր Վրաստանի Վերնախավը, իշխող Միրնախավը, որ եկել է իշխանության, փոխում է վերաբերմունքը հարաբերությունները եւ նորից ուզում է կառուցել հարաբերություններ Պուտինի հետ, Ռուսաստանի կայսրության հետ։ Երևի ելնելով այն տենդենսների, որոնք իրանք տեսնում են, որ այստեղ Ռուսաստանն է գալիս։ Չգիտեմ, ես չեմ ուզում նախորդացնեմ, ճակետներում, ես չի հետաքրում ճակետներում Վրաստանը ոնց է որոշել Վրաստանը։ Մենք պետք է նկատի ունենանք եւ ես հույս ունեմ, որ Վրաստանը չի փոխել ռազմավարական վեկտորը դեպի Եվրոպա, դեպի Միացյալ Նահանգներ։ Բայց ինքը ավելի դժվար վիճակում է, բայց ինքը ունի ինչ-որ պայմանավորվածություններ Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ եւ կարող է ինչ-որ ձևով երաշխիքներ ունենա։ Հայաստանը ուրիշ վիճակում է լրիվ։ Մենք չկօգտագործենք ժամանակը երկրորդ Արցախյան արշավից հետո 2020-23 թվականից, երբ մենք կորցրեցինք Արցախը։ Բայց փրկեցիք Փարքաստու Արցախի հայությունը, որովհետև ես սպասում եմ ավելի դժվար լուծումների, Աստված չանի, բայց փրկվեցին Արցախի հայությունը փրկվեց։ Բայց երբ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, մենք կանգնած ենք լրիվ ուրիշ խնդիրների առջև։ Մենք մնացել ենք մենակ, բայց չկօգտագործենք ժամանակը Ռուսաստանից փոխվելու համար։ Հայաստանը մտնում է այս ճանաչ ժամանակների մեջ, չձևավերանայելով, չտարանջատելով, ես կուզեի տարանջատացնի իր հարաբերությունները Ռուսաստանի դաշնիկի հետ ռազմավարական եւ անվտանգության ոլորտում։ Հայաստանը մնում է համքի անդամ։
եւ գնում են խորքային փոփոխություններ աշխարհաքաղաքական եւ գլոբալ ասպարեզում եւ դա մեզ բավականին սահմանափակում է մեր հնարավորություններում մենք պիտի այս վիճակում գտնենք հնարավորություններ հաստատել նոր հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ երկկողմանի Ֆրանսիայի հետ, Եգիպտոսի հետ, Հնդկաստանի հետ, եւ դա լինելու է շատ դժվար, որտեղ այն 4 հանգիստ տարի 2023 թվականից 3 տարի, երբ Միացյալ Նահանգներում Բայդենն է եղել, եւ մենք հնարավորություն ունենք ռադիկալ եւ շուտ լուծել մեր խնդիրները մի մասը, խնդիրների մի մասը մենք կորցրել ենք։ Մենք զբաղված էինք, հայկական իշխանությունները զբաղված էին իշխանության ամրապնդման։ Լոկալ, նեղ, շատ խնդիր Երբ Նիկոլ Փաշինյանը եւ թիմը լուծում էր իշխանության խնդիրները եւ չէր լուծում Հայաստանի հայ ազգի պետականության խնդիրները, պետական ինքնաիշխանության խնդիրները, չէր լուծում հայ ազգի եւ Հայաստանի խնդիրները տարածաշրջանում, չէր լուծում Հայաստանի եւ հայ ազգի խնդիրները աշխարհաքաղաքական ասպարեզում։ Մենք կորցրել ենք ժամանակ։ Այսօր եւս նույն վիճակն է։ Այդ վիճակը խորանալու է, այո։ Ինչքան գնա, այնքան խորանալու է, այդ խորությունը գնալու է հայկական իշխանությունների անգործությունից, բայց բացի դրանից սկսելու է փոխվել, արդեն փոխվում է վիճակը, անվտանգության միջավայրը մեր տարածաշրջանում, որտեղ Իրանի շուրջ կուտակվում են խնդիրները, եւ մենք տեսնում ենք անկախատեսելի վիճակ Միացյալ Նահանգներում, բայց Միացյալ Նահանգներն են կանգնեցել լայնածավալ ռազմական գործողությունները 22 թվականի, 23 թվականի եւ Ռուսաստանը Թուրքիայի հետ որոշել են լուծել Զանգեզուրի միջանցքի խնդրը, հիշում եք իհարկե, այն ժամանակ Միացյալ Նահանգներն են կանգնեցել ռազմական խորհրդությունները, Բայդենն է կանգնեցել։ Դուք կարծում եք այսօր այդպես վրճռական չի լինի Միացյալ Նահանգների վարչակազմը։ Ոչ մի կարող ասել գայանե ոնց ինչ դիրք կընդունի Թրամփը եւ Միացյալ Նահանգները այսօր։ Այսօր չկա աշխարհում որևէ փորձագետ, որը երաշխիք կվերցնի իր վրա ինչ որ կանխատեսելի կամ պրոգնոզներ տա, այդ անհնար է։ Ոնց կգործի Թրամփը, ոչ մեկը չի կարող ասել եւ ելնելով ես որպես փորձագետ պարտավոր եմ հաշվարկել վատագույն սցենարները, ոչ թե լավագույն կամ կենտրոնական։ Վատագույն սցենարներում մենք կարող ենք խնդիրներ ունենալ նաեւ Միացյալ Նահանգներում, ինչպես նաեւ ասենք Ուկրաինան ունի այսօր խնդիրներ Միացյալ Նահանգների հետ։ Կամ Իրանը կարող է խնդիրներ ունենալ Թրամփի հետ։ Միացյալ Նահանգների, որը այդտեղ նախագահ Թրամփն է։ Այս բանակցությունների արդյունքը անկախատեսելի։ Վիճակը դարձել է ավելի բարդ, լուրջ խճճված, իսկ ես ունեմ իշխանություններ, որը չեն կարողացել հաղթահարել ավելի པարզ, հստակ խնդիրներ եւ սպառնալիքներ Արկորդ Արցախի հարշավի ժամանակ եւ հետո։ Եվ ինձ համար հիմնական խնդրը պարադոքսալ ձևով կենտրոնանում է ոչ թե աշխարհի ուժային կենտրոնների վրա, բայց հայկական իշխանությունների վրա։ Հայկական իշխանությունների վարքի, քայլերի, մարտավարության վրա, որովհետև ես տեսնում եմ, որ իրանք կանխատեսելի են, որ իրանք թույլ են, որ իրանք պարալիզացվում են, իրանք պատրաստ չեն լինում պատրաստել պատասխան, արձագանք բարդ սպառնալիքների վրա, իրանք սպառվում են եւ ավելի շուտ ընդունում են նահանջելու ճանապարհը, չտեսնելով խնդրի լուծում, ասում ես խնդրը քեզ եմ թողնում, սպառնալիք վերցրու, ես չեմ կարող լուծել, ես հետ եմ քաշվում։ Դուք համարում եք օբյեկտիվորեն լուծվող խնդիրները եւ այստեղ սուբյեկտիվ հարցեր Փաշինյանի եւ իր թիմի։ Հա, ստեցվում է ունենք սուբյեկտիվ խնդրեմ, իշխանության դեմքը, իշխանությունը որպես առաջնորդ, որպես հոգեբանություն ունեցող, էմոցիա ունեցող անձնավորություն եւ օբյեկտիվ խնդրի, որի առջեւ կանգնած է Հայաստանը եւ հայ ազգը եւ ցավոք սրտի այդ երկու գործոնները տարանջատելը արհեստական է։ Քաղաքականությունը ապագան որոշում է մի առաջնորդ, որ այդ ամենը ձուլված է իր մեջ։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանի անձնական թուլությունը, անպատրաստությունը, անձնական մոտեցումը դառնում է օբյեկտիվորեն գործոն հայկական ազգի եւ Հայաստանի համար։ Անձնականը դառնում է օբյեկտիվորեն, օբյեկտիվ է դառնում։ Այդպես է աշխատում քաղաքականությունը, ցավոք սրտի։ Եվ մեկ այդ ժամանակ ինձ համար հիմնական խնդրը դառնում է նորից ենք գրում հայկական իշխանությունները, բայց եթե հիշենք, որ մենք ունենք սահմանադրություն, որը Սերժ Սարգսյանն է կերտել, որտեղ ողջ իշխանությունը, բոլոր լծակները կենտրոնացած են վարչապետի ձեռքերում, Նիկոլ Փաշինյանն է դառնում հայկական իշխանությունը եւ Հայաստանի ապագան
Հայաստանի պետության ակալգան մեծ մասամբ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ եւ դա վտանգավոր խնդրեմ է, որովհետեւ այդ խնդրեմը դու կարող ես լուծել միայն համահազգային ողջ հայության դիմադրության կազմակերպման, որ կարողանաս չզոքացնես Նիկոլ Փաշինյանին, չթողնես, որ ինքան է այն քայլերը, որը կլինեն վերջնական քայլերը հայ ազգի եւ հայկական հարցի համար։ Դա ուրիշ խնդիր է, որը պիտի հիմա ընկալի հայ ազգը, ոչ թե միայն հայությունը, որ ապրում է Հայաստան Հանրապետության ներքո, ոչ թե միայն Հայաստան Հանրապետության քաղաքացիները, բայց ողջ հայ ազգը, որտեղ Հայաստանը հայկական պետական ինքնաիշխանության վերականգնումը դա ողջ հայ ազգի աշխատանքի, ներդրման, ներուժի հետևանքն է։ Հայաստանը դա ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության այսօր ապրող քաղաքացիների արժեքն է եւ ունեցվածքն է, դա անցած հազարամյակների սերունդների ունեցվածքն է եւ արժեքն է եւ ապագա սերունդների է եւ մենք պիտի բոլորս հավաքվենք հիմա ցավոք սրտի մենք պիտի նորից միանանք որովհետեւ ես չեմ տեսնում որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է adekvat պատասխաններ տա այն սպառնալիքներին, որի առջև մենք բոլորս կանգնած ենք, դուք կանգնած եք, ես կանգնած եմ, որպես անձնավորություններ, որպես քաղաքացի, որպես փորձագետներ, որպես հայ։ Նիկոլ Փաշինյանը պատասխաններ չի գտնելու։ Նիկոլ Փաշինյանը խաղալու է։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների մեջ է մտնելու, լինելով պոպուլիստ, այդ հարցերը ինքը գրոսմայստեր է, ինքը կարող է պոպուլիստացնել, խաղացնել։ Բայց խնդրի լուծումը մենք պիտի գտնենք Գրոսմայստերը ներսում է միայն գրոսմայստեր, թե նա արտաքին քաղաքականության մեջ եւս այդպիսի հմուտ գրոսմայստերական հակումները ցույց տալիս կամ ընդունել, որ ցավոք սրտի միջազգային ասպարեզում Հայաստանը այսօր չկա։ Դա միայն Նիկոլ Փաշինյանի գլխում խաղերն են։ Դու պարտվել ես, դու կորցրել ես Արցախը, դու կորցրել ես բարձրունքները, դու ունես բանակ, որը չես վերականգնել։ Այդ վիճակում դու չունես հնարավորություն արտաքին աշխարհում ինչ որ դերակատար լինել, դու գործոն ես, որի կողմը գնում են հաշվարկներ։ Եթե ուզում ես դերակատար լինես, դու պիտի սկսես ներսում փոփոխություններ։ Դու պիտի հրաժարվես գնահատական տաս ինչը քեզի տեղի ունեցել երբ 1988 թվականից մինչև 2023 եւ շարունակող 25 թվականները հետ սովետական Հայաստանի գնահատական տաս եւ սկսես մտածել ուրիշ Հայաստանի մասին։ Ադրբեջանը շարունակում է, ինչպես գիտենք այդ համանadrության թեմայով, շարունակում է այսպես ոչնչացնել արցախահայության իրավունքների հարցը եւ ընդհանրապես Արցախի թեման։ Այս Անտալիայում տեղի ունեցավ, գիտենք, դիվանագիտական ֆորում, այնտեղ նաեւ Արարատ Միրզոյաններ, նաեւ Հայաստանից լրագրողներ կային, Civilnet-ի լրագրողին հաջողվեց Թուրքիայի այդ հատուկ ներկայացուցիչ Քլեչի հետ հարցազրույց վերցնել եւ մեկ ձևակերպում ես կներկայացնեմ, որը տարբեր ձևով ընկալվեց Հայաստանում մամուլում եւ փորձագետների կողմից ձեր գնահատականը կուզենայի ասվածի վերաբերյալ։ Եվ այսպես Քլեչը հիշեցրեց, որ Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ եւ հաջորդիվ նա ասեց այսպիսի ձևակերպում, որն է հենց թեման, որի մասին է իմ հարցս, ինչ ասեց նա փաստորեն։ Նա ասաց, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է, թե ինչպես ներողություն սկզբից ասեմ։ Եվ այսպես Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, Հայաստանի իշխանությունները արդեն հայտարարել են, որ ցանկանում են նաև փոփոխություններ կատարել։ Այսինքն Հայաստանը ասել է այո, փոփոխություններ կատարելու եմ, բայց ասում է Քլեչը, սա Հայաստանի ներքին խնդիրն է, հայ ժողովուրդը եւ հայկական կառույցները կորոշեն, թե ինչպես եւ երբ տեղի կունենա այս փոփոխության գործընթացը։ Շատերը կարճելով կամ դուրս բերելով այդ ձևակերպումը, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է, իմ հարցն է, ըստ Քլեչի, ի՞նչն է Հայաստանի ներքին խնդիրը։ Փոխել չփոխելը, թե Չէ, Քլեչը բավականին պարզ է խոսում, մի քիչ դիվանագիտական լեզվով, բայց պարզ է խոսում, որ այստեղ Հայաստանը կարող է ընտրել ոնց է եւ երբ է ինքը կատարելու այն ինչը հրամայում է եւ պահանջում է Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը որպես Թուրքիայի պրոքսի։ Ադրբեջանը ուղղակի խոսում է դրա մասին, դա Թուրքիայի կարծիքն է, կամքն է։
Երբ ես դու փոխում քո սահմանադրությունը։ Եվ ինչպես։ Եվ ինչպես, եւ ինչ եմ ես ուզում տեսածնի որպես վերջին նպատակ ինձ համար։ Նորից եմ կրկնում, այստեղ հայկական կողմի հայազգի խնդիրն է, որտեղ թուրքական կողմը բավականին պարզ եւ հստակ ասել է։ Էրդողանն է ասել մեկ եկել է ժամանակը լուծել են խնդիրը, որը չեն լուծել մեր պապերը։ Հայկական հարցը, որը Թուրքիան եւ Ռուսաստանը լուծում էին մեծ եղերնի միջոցով, պիտի վերջնական լուծում ստանա։ Եվ եթե 20 տարի սկզբում այդտեղ Ռուսաստանի գործոնը ոչ երևում է եւ Թուրքիան աշխատում է միայնակ, Արցախի հայության մեծ եղերնի ժամանակ Ռուսաստանը եւ Թուրքիան միասին բաց մասնակցում էին մեծ եղերնի շարունակության եւ ոչնչացվեց Արցախի հայությունը։ Եվ նպատակը մեզ նարսում են, երեսներից են ասում, որ նպատակն է ոչնչացնել հայ ազգը հայկական լեռնաշխարհում, ոչնչացնել Հայաստանը, հայկական պետական ինքնաիշխանությունը։ Եթե ես դու իմ իշխանությունները չեն ուզում դա լսել, դա Էրդողանի եւ Պուտինի խնդիրը չկայանե։ Դա մեր խնդիրն է։ Ինչու Հայաստանը չի ուզում տեսնել իրականությունը, որտեղ գտնվում է։ Այն խոսքերը, որ դուք ասել եք, դրա մասին է։ Քորաջ դրած են ոչ թե ուլտիմատում, ոչ թե խաղաղության պայմանագիր, ոչ թե ուլտիմատում։ Դու պիտի ստորագրես, որ դու ոչնչացնում ես։ Ուլտիմատումը նշանակում է, որ քեզ թողնում են որպես պետություն, դերակատար եւ այլ եւ այլ։ Այս խանգարում չէ։ Հայաստանը քաղաքական քարտեզից պիտի հեռանա։ Եվ այստեղ բավականին պարզ նորից եմ կրկնում դիվանագիտական լեզվով դրա մասին քեզ ասում եմ։ Գիտեք, հետաքրքիր ձևակերպում այսօր հանդիպեցի Սերժ Սարգսյանն էր մի փոքրիկ ինչ որ ելույթ ունեցել եւ նա ասել է հետեւյալը, որ խաղաղության համաձայնագիր ճակերտներում գործընթացը իրականում Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակությունն է։ Այսինքն ոչ թե ընդհանրապես հիբրիդային պատերազմ է նաև արվում, այդ խաղաղության համաձայնագիրը իր բոլոր կետերով եւս այդ պատերազմի շարունակությունն է։ Համաձայն եք այդ ձևակերպմամբ։ Ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կրկնում իմ խոսքերը։ Ես չեմ ուզում լսել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևորգ Նեպիրոսյանի, Նիկոլ Փաշինյանին։ Ես կուզենայի իրանց տեսնել դատարանում, տրիբունալում, եւ այդտեղ հայ ազգը կտայրած գնահատական արած աշխատանքի իրանց իշխանության 88 թվականից լինելով։ Ես չեմ ուզում մեկնաբանալ Սերժ Սարգսյանի խոսքերը եւ չեմ անելու դա։ Նիկոլ Փաշինյանի մասին ստիպված եմ խոսել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այսօր մեր իշխանություններն են, բայց Սերժ Սարգսյանը վաղուց ուրիշ տեղ պիտի կանգնած լինի եւ իրան կարծիքը ինձ չի հետաքրքրում։ Շնորհակալ եմ արձագանքի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մի քիչ ավելի ուշ վերադառնանք այդ թեմային։ Տարածաշրջանում ինչ իրավիճակ է եւ Իրանի թեման եկեք քննարկենք։ Երկու հարց Իրանի հետ։ Առաջինը այդ անուղակի բանակցությունները շաբաթօրը, որ տեղի ունեցան Իրան Միացյալ Նահանգներ, ձեր գնահատականը ինչպիսին է, արդյոք հարցը լուծվեց։ Այստեղ պարադոքսալ իրավիճակ է։ Միացյալ Նահանգները ասում են մեզ համար կարմիր գիծ է, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք։ Իրանը ասում է ես այժմ չունեմ միջուկային զենք, բայց եթե դուք հարցակվեք, եթե դուք ագրեսիա կամ որևիցե մեկ ագրեսիա գործադրի Իրանի վրա, ես անմիջապես կստեղծեմ միջուկային զենք։ Եվ այսպես, ինչպես կլուծվի ձեր կարծիքով կամ ինչ միտումներ եք տեսնում։ Եվ այստեղ Իսրայելի գործոնը տեսնենք, որը կարծես թե չի ցանկանում, որ բանակցություններով այս հարցը լուծվի։ Շատ բարդ հարց է Գայանը, հիմա պատասխանը տալ անհնար է ցավոք սրտի, որովհետեւ մի կողմից տեղի ունեցել է հանդիպում, Հայաստանի համար խիստ կարևոր հանդիպում է եւ արդյունքները լավն են, որովհետեւ երկու կողմներ հայտարարել են, որ իրանք գոհ են հաստատ իրանց հասած պայմանավորվածությունների եւ մյուս շաբաթ նորից կհանդիպեն, դա լավ է։ Եվ պիտի համակրվեն եւ ինձ համար ուրախալի է եւ երկու կողմներ հասկանում են, որ այդ process-ը մի օրում չի լուծվելու եւ այդ երկար process արնելով, որի հետևանքում կողմերը փորձեն վերականգնեն 2015 թվականի հայտնի միջուկային պայմանագրի մոտեցումները։ Այդ լավ կողմն է։ Վատ կողմը նրանում է, որ զուգահեռ այդ process-ների Միացյալ Նահանգները շարունակում են կուտակել ռազմական հզորություն Իրանի շուրջ։ Գնում է այդ կուտակումը, որը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգների Իսրայելի հետ
ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, այն որ սկսել են բանակցությունները, այս մի process-ը գործընթացը չի կանգնեցվել։ Եվ այսօր ասել, որ գործընթացը կհաղթի, ցավոք սրտի անհնար է, որովհետև դուք ճիշտ եք ասում, ռազմական գործողությունները, պատերազմը Իրանի դեմ պետք է Իսրայելին։ Եվ Միացյալ Նահանգներ Իսրայել ռազմավարական հարաբերությունների դաշինքի մեջ Իրանի նկատմամբ ով է խաղում առաջի միջուտակը, ես չեմ կարող ասել, այստեղ այլոք Միացյալ Նահանգների շահերն են հաղթելու, թե Իսրայելի հաղթերը շահերն են հաղթելու, ես ուղղակի Երևանից չեմ կարողանում գտնել պատասխան, որովհետև եթե ելնես Միացյալ Նահանգների ազգային շահերից, ճիշտ կլինի, որ իրանք պայմանավորվեն Իրանի հետ, երբ այդ սանկցիաները մի քիչ թուլանում են, այդ ժամանակ էժան Իրանի նավթը դուրս է գալիս միջազգային ասպարեզ, դուրս է գալիս շուկա, գները միջազգային նավթի գները ընկնում են, Ռուսաստանը հնարավորությունները շարունակել պատերազմ ընկնում են, Ադրբեջանի շարունակում են ընկնել հնարավորությունները եւ բոլորը շահում են այդ վիճակից։ Բայց Իսրայելին պետք է դեմոնտաժի ենթարկել Իրանը։ Իսրայելը ուզում է հասնել նպատակներին եւ Միջազգային Արևելքում չկա մեծ խոշոր ուժային կենտրոն, որը կարող է ներկայացնել Իսրայելի դեմ սպառնալիք, ռազմական սպառնալիք եւ Իսրայելը քայլ առ քայլ է ճանապարհով Եթե Սիրիայում նրանց հաջողվեց, արդեն հաջողվել է։ Դուք չեք կարծում Իրանը արդյոք իրենց ատամի տակ կարող է ընկնել այդպես։ Կարող է։ Պետք չէ թերագնահատել, Իսրայելը Միացյալ Նահանգներ։ Որտեղ Իրանում 40 տարի թեոկրատիկ ռեժիմ է, ավտորիտար ռեժիմ է։ Բոլոր ավտորիտար ռեժիմները ժամանակի ընթացքում փտում են։ Եվ այնտեղ այն ներուժը, որը կարող է ունենալ Իրանը եւ իրականությունը, ինչը ցույց է տալիս իրականությունը, դուք եք եղել սովետական, ես եմ սովետական, մենք դուք երկուսն եղել եք սովետական Հայաստանի մաս, երբ ավտոկրատիկ ռեժիմ է ունենում, ամեն ինչ իրականությունից հեռու է լինում։ Բացի դրանից Իրանում են ներքին խնդիրներ, այնտեղ կա ազերիների մեծ համայն, կա քուրդերի խնդիր։ Այս բերում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Եվ այդտեղ շատ երկրներ եւ Ռուսաստանը եւ Թուրքիան, ոչ թե միայն Իսրայելը հետաքրքրված են կիսել Իրանը։ Ինչպես եւ Սիրիայում տեղի ունեցավ, այս տեղի ունեցավ Սիրիայում Իրանը պարտվեց։ Այո։ Փաստորեն, չէ, պարտվեց դուրս մնաց։ Եվ հիմա Իսրայելը եւ Թուրքիան կիսում են Սիրիան։ Եվ ինչպես կպահի իրեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իրան կմասնակցեն եւ Ռուսաստանը, եւ ես համոզված եմ, եւ Ռուսաստանը, Ադրբեջանը մասին խոսք չկա, եւ Իսրայելը, եւ Թուրքիան կմասնակցեն Իրանի կիսման ժամանակ։ Եվ Արևմտյան Ադրբեջանը, իրական Արևմտյան Ադրբեջանը, որ Իրանի մաս է, այդ նահանգը Ադրբեջան անվանումը մնացել, այդ կմտնի Թուրքիայի մեջ, մի կտորը կմտնի Ադրբեջանի մեջ եւ նորից Թուրքիայի մեջ եւ այլ։ Թուրքիան հետաքրքրված է այդ process-ների մեջ։ Միացյալ Նահանգները կմտնի հարավային Պարսից ծովի կողմ, որտեղ նավթ կա եւ այլ եւ այլ։ Կիսել Իրանը նույն ձևի շատ զմայլիչ հետաքրքիր թեմա է եւ որը կհաղթի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մոտ այդ խաղի մեջ ես դժվարանում եմ ասել Թրամփը անկախատեսելի է ինչ որ մեկ իրան հասցնի որ այդ Նեթանյահուն ունի ազդեցություն Թրամփի վրա ձեր կարծիքով ոչ թե Նեթանյահուն Իսրայելի իշխանությունները ունեն ազդեցություն Միացյալ Նահանգների վրա դա հայտնի ձևավորված է իսրայելական լոբի բավականին հզոր է եւ ազդեցիկ է Վաշինգտոնում այդտեղ նշանակություն չին անունից պետք է կգրծենք եւ ուղղակի այստեղ ներսում իսրայելական ժողովրդի մեջ որ թեման կա հաղթի այստեղ հետաքրքիր ուրիշ մեծ զրույց է զրույցի մեջ մենք չենք հավաքելու որովհետև Իսրայելը կարող է նույն ձևի կազմակերպի եւ խփի Իրանին այնինչ աշխատել է Իրաքում, ինչ աշխատել է Լիբիայում, ինչ աշխատել է Սիրիայում, եւ այդ երեք պետությունները չկան հզոր ունեցող, եթե իրանք Իրանն էլ կարողանան հասնել նա որ կազմալուծում է, մոտիկա 5-10 տարվա ընթացքում Իսրայելը շահում է, բայց ռազմավարական առումով ռազմավարական երկար դիստանցիայի վրա Իսրայելը կանգնում է լրիվ ուրիշ սպառնալիքների առջև, որ ինք չի կարողանալու հաղթահարել։ Այսինքն կարելի ասել, որ այդ որոշումը այնուամենայնիվ, եթե իսկապես կարելի ասել այո, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ հարցը հնչի, որ այս պահին այսպես ճոճանակ է եւ
անկախատեսելի Թրամփից է կախված, թե որ ուղղությամբ կգնա այդ շրջանակը դեպի պատերազմ Իրանի հարցում, թե ոչ։ Այսինքն, այսպես շատ նուրբ թիթեռնիկի աստիճան թեթև փոքրիկ մի միջամտություն եւ այս կողմ կամ այն կողմ կգնա եւ դա Թրամփի տրամադրությունն է թե հաշվարկները Միացյալ Նահանգների ամբողջ։ Ես հաշվարկների մասին այսօրվա Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի հետ խաղված չեմ ուզում խոսել, անհնար է հաշվարկել, կարող է իրանք հաշվարկեն, ես չեմ կարող։ Իսկ պատասխանեմ մետաֆորայով, տենց ասեմ, հա, հարց կախված անարում որտեղ են որոշում ընդունելու, Երուսալեմում են ընդունելու որոշումը, թե Վաշինգտոնում, որտեղ է գտնվելու որոշման կենտրոնը։ Դա կարող է լինի Երուսալեմ, այդ ժամանակ մենք ստանում ենք պատերազմ։ Որ ազդեցություն դա կարող է ունենալ Վաշինգտոնը։ Նշանակություն չի, դա թե մեխանիզմների մեջ եք մտնում։ Այսինքն Վաշինգտոնը գործի ըստ Իսրայելի որոշման։ Հա, то есть որտեղ է կենտրոնը, որտեղ որոշում է ընդունում Երուսալեմը։ Դուք ենթադրում եք, որ դա հնարավոր է, որ Երուսաղեմում որոշում ընդունվի եւ Միացյալ Նահանգները կատարեն Երուսաղեմի որոշումը։ Իհարկե կարող է տեղի ունենալ։ Ինչ մենք տեսնում ենք Գազայում, ցեղասպանությունը, որ տեղի ունենում Գազայում, այդ որոշումը հաստատ ընդունվել է Երուսաղեմում, ոչ թե Միացյալ Նահանգներում։ Դա չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Գազայի պատերազմի սկսելը եւ վարման ձևը նպատակները, որը դրված են այդտեղ, դա Երուսաղեմի Իսրայելի շահերն են, ոչ թե Միացյալ Նահանգներին։ Ես դա տեսել եմ։ Այն, որ ինչ մենք ունեցել ենք Արցախում, որտեղ Իսրայելն ձևի մասնակցել է, այնտեղ շահերը եղել են Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի, ոչ թե Միացյալ Նահանգների։ Այն ժամանակ նույն ձևի Թրամփը խոստացել է մեզ մի քիչ եթե հիշում եք այդ խոսքը, մի քիչ դիմացեք, ամեն ինչ նորմալ կլինի, բայց իրականում իրականացվել է Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի շահերը։ Դրա համար այն, որ Միացյալ Նահանգները լինելով հիմնական ռազմական գործոնը եւ ներուժը, դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգներն են որոշում ընդունում։ Եթե մենք կարողանանք ունենալ վիճակ, երբ Թրամփն է ընդունում որոշումը, Թրամփը ուզում է ունենալ գործարք, Թրամփը ուզում է պայմանավորվի Իրանի հետ, բայց Թրամփն է որոշում ընդունելու, թե այսօր անունների տակ Նեթանյախուն, ես չեմ կարող պատասխան տալ։ Նույն վիճակը ռուս-ուկրաինականում է։ Նույն Այնտեղ վիճակը Պուտինն է որոշում։ Այնտեղ որոշում է Պուտինը, Թրամփը, այնտեղ ավելի հստակ է վիճակը, մենք տեսնում ենք, ես տեսնում եմ, որ այնտեղ որոշում է Պուտինը։ Թրամփը ուղղակի կատարում է Պուտինի տեսած որոշումները եւ լուծումները ուկրաինական պատերազմի վերջ, այնպես որպես տեսնում է Ռուսաստանը որպես հաղթանակ։ Եվ Միացյալ Նահանգները մինչև այսօր գնում են այդ ուղղությամբ եւ այն ռազմավարության ներքո, որտեղ Ռուսաստանը ստանում է այն ինքը ինչ ուզում է։ Արդյոք կարող է փոխվել վիճակը թե չէ, չեմ կարող ասել, որովհետև ինձ համար նույն ձևի անհասկանալի է, ինչու Պուտինը ունենալով Թրամփին, ի վերջո ապտակ է տալիս Թրամփին, հրապարակորեն հասկանալով, որ Թրամփը շատ բանա անձնական մակարդակը վրա շատ զգայուն է։ Այս վերջի հարվածները նկատում Սումի վրա հայտ հարցված կակը ինչու ես դու հարվածում եւ սպանում այդքան քաղաքացիներին, երեխեքին, հասկանալով, իմանալով, որ աշխարհը հարձակվելու է Թրամփի վրա, ասել որ դու թույլ ես, որ դու Ռուսաստանին ես, որ Պուտինը քեզ թալանդրում, որ Պուտին ինչու է Պուտինին դա պետք, ես չեմ կարողանում հասկանալ որպես ռազմավարություն, բայց կարող է Պուտինը հանձնավորություն։ Ուժի ցուցադրում։ Չէ, ուղղակի նույն մենք խոսել ենք Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ կա անձնականը եւ անձնական անհնար է տարանջատել անձնականը օբյեկտիվորեն իսկ կարող է Պուտինը նույն ձևի անձնավորությունը եւ իրան այդ զմայրությունը ապտակ տալ։ Բայց Թրամփը դիմանում է այդ ապտակին։ Թրամփը, որը սիրում է հաղթել, չեմ կարծում, որովհետեւ մի ապտակ, երկու ապտակ հետո դառնում է պրոբլեմատիկ, որտեղ ինքն էլ է էգո մեծ էգո ունեցող, անսահման էգո ունեցող, ինքը չի ուզում, որ իկանական պատերազմը վերջանա որպես Պուտինի թելադրանքով, ինքն է ուզում։ Եվ անկախատեսելի Թրամփը կարող է մի վարկյանում տենց փոխվի ամեն ինչը։ Պուտինը շատ վտանգավոր խաղ է սկսում, բայց մնում է սпасել Գայանե, ուղղակի անհնար է, ինձ համար ի սկզբանե վիճակը անհնար է, որովհետև մենք ստիպված ենք խոսել ոչ թե աշխարհակաղակական, ռազմական գործոնների տրամաբանության մասին, բայց պիտի գնահատական տաս անձնավորությունների։
ապագան կախված է անձնական զմայնություններից, խնդիրներից, հպարտությունից, ատելությունից եւ այլ ոնց է տեսնում անհատի դերը պատմության մեջ բայց այդքան մեծ հայտնի ձևակերպումը եւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների մեջ եւ հայկական խնդրի սպառնալիքների առջև ինձ համար անընդունելի է երբ Հայաստանի ապագան, հայ ազգի ապագան կախված է մի անձնավորության հոգեկան, հոգեվորական, չգիտեմ, մնացած գործոններից եւ վիճակից այդ անհնար է անհաշվարկել, դու պիտի արդեն ուրիշ մասնագետներ ունենաս եւ չեմ կարծում ինչ որ մեկ կարող է ինչ որ կանխատեսելի պրոգնոզներ տա այդ վիճակում եւ ինձ համար դա շատ ու շատ վտանգավոր է որպես մասնագետ, որպես անձնավորություն։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ անձնավորացված է այն մակարդակի վրա, որը դառնում է ֆանտաստիկ ինչ որ աշխարհում ես գտնվում, որտեղ ինչ որ կանխատեսումներ անել, պրոգնոզներ անել ստանում է շատ ու շատ դժվար։ Իրանի հետ ասացի, որ երկու թեմա ունեինք, առաջինը այդ Իրան Միացյալ Նահանգներ, ինչ կլինի, եւ երկրորդը այս ինֆորմացիան արդեն կար հնչել էր։ Այժմ Իրանի փոխարտգործնախարարը կրկին կրկնեց, որ Իրանը ասում է հետևյալը. մենք Իրանը պետք է իր ջանքերը կենտրոնացնի Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ։ Նա ասում է, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրությունը, այսինքն եւ Իրանը եւ Հայաստանը այժմ ցույց են տալիս իրենց շահագրգռվածությունը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան նպատակին հասնելու համար։ Եկեք հիմա դիտարկենք սա ինչ փաստաթուղթ է ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ եւ հիշենք այդ ուսումնական վարժությունները, որ արեցին ռազմական, հա, յուրաքանչյուր իր երկրի տարածքում արեց, բայց երկուսն էլ ոնց որ թե համատեղ էր համատեղալից է ճիշտ սինխրոնիզացված են, համատեղ ասելը ճիշտ։ Եկեք տեսնենք հայ-իրանական հարաբերությունները այն կոնտեքստում, որում մենք դիտարկեցինք, ինչ դիտարկեցինք, առաջինը, որ Իրանը եւս հետաքրքրված է Հայաստանի այդ պայքարի մեջ է, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, դուք ասացիք, այդ երեք ուժերը Հայաստանը իրենց համար հետաքրքիր տարածք է, եւ երկրորդը, երբ որ մենք խոսեցինք այն մասին, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հնարավոր ագրեսիայի դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան հակաիրանական են լինելու։ Հիմա դիտարկենք, տեսնենք իդեմս Հայաստանի Իրանը ինչ երկիր է տեսնում։ Եվ Հայաստանը իդեմս Իրանի ինչ է։ Փաստորեն պատասխանել եք արդեն հարցին, Գայանը, ես կարող եմ չխոսալ դաժե։ Այն վիճակում, որը մենք այսօր ունենք, Հայաստանը պիտի սպասի։ Պետք չէ ոչ մի հետ ստորագրել ինչ-որ ռազմավարական թուղթ Իրանի հետ։ Պետք է սպասել, տեսնել Իրանի նկատմամբ ինչ որոշում է ընդունելիս։ Խաղաղ ճանապարհ թե պատերազմի ժամանակ, այդ ժամանակ Հայաստանը կողմնորոշվի։ Ավելին Հայաստանը պիտի ստորագրի մի քանի ռազմավարական փաստաթղթեր եւ կազմակերպի ռազմավարական հարաբերություններ ուրիշ ուժային կենտրոնների հետ եւ Իրանը այստեղ առաջնորդը չի, առաջինն չի այդ քայլում։ Հայաստանը պիտի ջանքեր դնի եւ ստորագրի ռազմավարական փաստաթուղթ շրջանակային փաստաթուղթ Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, հետո Հայաստանը կարող է մտածի եւ ռազմավարական հարաբերություններ ձևավորի Եգիպտոսի հետ, ասենք, արաբական երկրների հետ։ Իսկ հետո զուգահեռ կարելի է մտածել Սաուդիա Արաբիայի եւ Իրանի հետ ստորագրել ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ։ Դա տեսնում եք ինչքան երկար եւ նուրբ process է դառնում։ Եվ հայկական դիվանագիտության գլուխը դրա մասին եւ Նիկոլ Փաշինյանի գլուխը դրա մասին չպիտի ցավի, ճակետներում չպիտի ցավի։ Այդ խնդիրները հորիզոններից հեռու են։ Դու այսօր պիտի մտածես լրիվ հարցերի մասին, պիտի ասես շնորհակալություն Իրանին, որ դա այդպես ցանկություն ունես, մենք կմտածենք դրա մասին, ողջունելի է ձեր ցանկությունը, բայց որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ այն վիճակում, որ մենք այսօր ունենք, անել չի կարելի։
Շնորհակալ եմ եւ մեր զրույցի վերջում դիտարկենք Նիկոլ Փաշինյանի երկու այսօր շատ է խոսվել, շատ հայտարարություններ արվել, երկուսի վրա ես կցանկանայի մեր բոլորիս ուշադրությունը դարձնել։ Առաջինը, նա ասում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախի խախտումներով դրա մասին եք մեղադրում, Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին եւ Հայաստանից էլ ասում են, որ Ադրբեջանից են կրակում, բայց նա ասում է հետեւյալը. Ադրբեջանի կողմից թույլտված հրադադարի ռեժիմի խախտումները հիմա իր մեջբերումը հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած վերջին 1 ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ Առաջինը, ինչպես կարելի է ձևակերպել այդ խախտումները չթիրախավորված, եթե դուք ունեք արդեն թիրախավորումներ, առաջինը դա է, որի վրա ուշադրություն դարձեցի եւ հիմա մենք ընդհանուրի մեջ դա կդիտարկենք եւ երկրորդը վարչապետն ասում է որոշ վերլուծաբաններ, վերլուծություններ ասում են, որ սպասում է ռազմական էսկալացիա եւ ասում է պատերազմի որևէ հիմնավորում չկա, հիմնավորման մասին է խոսքը։ Եվ շարունակում է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանի անխախտելիությունը Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ եղել է այդ ճանաչումը, պարոն Արզումանյան։ Չկա նման հայտարարություն։ Ներեցեք, ես ընդհատում եմ, բայց դա մեկնաբանել է։ Չէ, ես կանգնեցի, որովհետեւ ընթերցեցի եւ ասում է Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց։ Մենք ինչ որտեղ գուցե մենք բաց ենք, բաց թողում է, իմ կողմից է բաց թողում, գուցե ես Ադրբեջանը ինչ որ ձևով ճանաչում է, թե դա այդ Ալմաթին է, որը էլի տենց པարզ չի։ Գուցե Ալմաթին նկատի ունի պարոն Գայանը ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի վարչապետի ասածը, որովհետև դրանք լրիվ հակասում են իրականության։ Հայաստանի վարչապետը լրիվ կտրված է իրականությունից, ռազմական իրականությունից, որովհետև պատերազմը չի դադարել, մենք ունենք հրադադար, պատերազմը շարունակվում է, հիբրիդային մեթոդներով շարունակվում է։ Մենք չունենք որևէ դիվանագիտական process, որտեղ դու կարող ես հայտարարես, որ երկու կողմը չեն հայտարարել իրաց ճանաչումին սահմանները եւ այլ, Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը ուզում է վերցնել Սյունիքը եւ Զանգեզուրի միջանցքը։ Դա մանից ասում է։ Ադրբեջանի կողմը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին եւ այլ։ Փաստորեն ես սկսում եմ մեկնաբանել ջերմուկից դեռ ջերմուկը եւ այլ, то есть ես չեմ ուզում մեկնաբանել Հայաստանի վարչապետի խոսքերը, իրան կարծիքը, իրար հայտարարությունը լրիվ կտրված են իրականությունից։ Ինձ ավելի ուղղակի ցավալի է, որ դա լսում եմ Հայաստանի պարլամենտի ամբիոնից։ Դա վարկաբեկում է եւ մեծ հարված է հասցնում հայկական պետականության վրա, որտեղ ողջ աշխարհը տեսնում է ինչքան ոչ adekvat է Նիկոլ Փաշինյանը։ Եվ դա կօգտագործվի, իրանք մանիպուլյացնեն։ Եվ ես որպես փորձագետ, որպես անձնավորություն, որպես քաղաքացի, որպես հայ, ստիպված եմ մտածել ոչ թե ուրիշ ուղղությունների մասին, որը մենք խոսացել ենք, բայց պիտի մտածեմ, ոնց ես պիտի կարողանամ ինչ-որ սահմաններում պահեմ իմ երկրի իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին, որտեղ եւ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ոչ adekvat են եւ կտրված են իրականությունից եւ հրմբակոծում են քո յուղերը, դու ասում ես, որ պատերազմը վերջացել է։ Ոնց մեկնաբանես, պետք չի։ Դրա համար ուղղակի այստեղ մեր բեռն է ծանրանում Գայանը եւ հույսով եմ, որ հայ ազգը կկարողանա հաղթահարել այդ խնդրեմը 2026 թվականին մենք պարտավոր է գտնենք ուրիշ լուծում, որտեղ չկա Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Եկեք մտածեք դրա մասին որպես պատասխան։ Ուրիշ պատասխան, ուրիշ ելք այստեղից ես չեմ տեսնում։ Ես շատ շնորհակալ եմ պարոն Արզումանյան այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ նաև ձեզ, որ լսում եք մեզ եւ մեզ հետ եք այս ընթացքում ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր մեր զրուցակից այսօր։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։